Ողջույն բոլորին, դուք դիտում եք ամենագլխավոր լուրերը։ Այսօր փետրվարի 6-ն է, օրը ուրբաթ։ Այսօր առավոտյան Սանլենդում դանակահարության հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Տարես տղամարդի եւ նրա 10-ամյա թոռնուհին։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջիններս պատրաստվում էին գնալ դպրոց։ Քննիչների փոխանցմամբ կասկածյալը թիկունքից է մոտեցել ու դանակարել պապիկին ու երեխային, ապա նստել է պապիկի մեքենան ու փախել դեպքի վայրից։ Երկու տուժածներն էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների աղջնակը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա պապիկը շարունակում է բուժում ստանալ։ Նա ստացել է պարանոցի ծանր վնասված, որը կարող էր վնասել զարկերակը։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։ Տարածքի բնակիչների խոսքով կասկածյալը տարիներ շարունակ վախես է էմանել թաղամասում, ունեցել անկանխատեսելի վարքագիծ եւ հնարավոր է գտնվել է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ։ Հարևաններից Մայք Ագաջանյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ կասկածյալը նախկինում վիճաբանել է նույն ընտանիքի անդամների հետ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 31-ամյա իսպանախոս տղամարդ է, նրա կողմից օգտագործված մեքենան Volvo Magnish-ի հայտնաբերվել է լքված դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Եղել են որոնողական աշխատանքներ ու վերջինիս ձերբակալել են ժամը 14:15-ին Օրովիստա եւ Գրով փողոցների խաչմերուկում ու ներկայումս գտնվում է Լոս Անջելեսի ոստիկանության Ֆութհիլ բաժանմունքում։ Քննությունը շարունակվում է։ Երեք Վեստվուդ թաղամասում ավտոմեքենան մխրճվել է խանութի մեջ, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել եւ 6-ը վիրավորվել են։ Հրշեջ ծառայության տվյալներով զոհվածները եղել են 55 ու 30-ամյա տղամարդիկ եւ 42-ամյա կին, որոնք դեպքի պահին գտնվել են խանութի, հացի եւ հրուշակեղենի բաժնում, երկուսը եղել են աշխատակից։ Երկու տուժած գտնվում են ծանր վիճակում, երկուսը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ եւս երկուսը հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց, տեղում ստորագրելով համապատասխան փաստաթղթեր։ Քննիչների տվյալներով 90-անց կինը, որը վարել է Mercedes Magnish-ի ավտոմեքենան, բախվել է հեծանվորդի, ապա շարունակել ընթացքը, արագացրել եւ մխրճվել խանութի ճակատային հատվածում։ Ամբողջ միջադեպը ֆիքսվել է ավտոմեքենայի տեսախցիկի կողմից։ Դեպքի պահին խանութի հացաբուլկեղենի բաժինը իրոք որ մարդաշատ է եղել։ Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության ծառայողները։ Ականատեսներից Ռիտա Գարկանյանը KTLA-ի զրույցում ասել է, որ վարորդը հեծանվորդին հարվածելուց հետո չի կանգնել, այլ հակառակը արագացրել է ընթացքը։ Իրավապանների փոխանցմամբ 92-ամյա վարորդը չի տուժել, համագործակցում է քննության հետ եւ այս պահին դեռևս նրա նկատմամբ որևէ քրեական մեղադրանք չի առաջադրվել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը միջադեպը գնահատում է որպես ոչ միտումնավոր դժբախտ պատահար։ Վկաներից մեկը նշել է, որ իր կարծիքով անհրաժեշտ է վերանայել տարեց վարորդների վարորդական իրավունքների հարցը, ընդգծելով, որ որոշ երկրներում տարիքային սահմանափակումներ կան մեքենա վարելու համար։ Արիզոնա նահանգում շարունակվում է NBC Today հաղորդաբարուհի Սավանա Գաթրիի մայրիկի 84-ամյա Նենսի Գաթրիի ենթադրյալ առևանգման հետաքննությունը։ Գործը քննող Պիմաշրջանի շերիֆ Քրիս Նանոսը հայտարարել է, որ մեծ հիասթափություն է առաջացրել այն փաստը, որ տան դռան տեսախցիկը չի կարողացել որևէ պատկեր ֆիքսել անհետացման օրը։ Շերիֆի խոսքով պարզվել է, որ կիրակի առավոտյան դռան զանգ տեսախցիկը անջատվել է, իսկ ծրագրային տվյալներն արձանագրել են շարժ դրանից մի քանի րոպե անց։ Սակայն Նենսի Գաթրին ակտիվ բաժանորդագրություն չի ունեցել, ինչի պատճառով որևէ տեսանյութ հնարավոր չի եղել վերականգնել։ Այսօր Գաթրիի որոնումների 6-րդ օրն է։ Իրավապանները դեռևս կասկածյալ չեն հայտնաբերել եւ չեն էլ բացառում որևէ վարկած։ Մտահոգությունն աճում է նաեւ նրա առողջական վիճակի պատճառով։ Իշխանությունների փոխանցմամբ Նենսի Գաթրին ունի սրտի խնդիրներ, բարձր ճնշում, շարժողական խնդիր եւ պետք է ամեն օր ընդունի կենսական նշանակության դեղորայք։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին ուղարկված ենթադրյալ փրկագնի նամակներին, շերիֆը հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատում է ՀԴԲ-ն։ Ֆենիքսի ՀԴԲ ղեկավար Հեյթ Ջենքը հայտնել է, որ նամակներում եղել են գումարի պահանջներ եւ ժամկետներ, որոնցից առաջինն արդեն անցել է, իսկ երկրորդը նախատեսված է երկուշաբթի։ Գործը լայն արձագանք է ստացել ԱՄՆ-ում։ Նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփն է հայտնել, որ հանձնարարել է դաշնային մարմիններին աջակցել հետաքննությանը, իսկ գլխավոր դատախազ Փեն Բոնդին հաստատել է, որ դաշնային իշխանությունները համագործակցում են Արիզոնայի իրավապահների հետ։ Կալիֆոռնիայում մի տղամարդ է մեղադրվել մեկ այլ գործի շրջանակում, որը կապված է հենց Գաթրիի ընտանիքի հետ։ Նա բիթքոին է պահանջել հաղորդագրություններ ուղարկելու միջոցով։ Գործի մասին հեռուստատեսային ռեպորտաժներ դիտելուց հետո իշխանությունների խոսքով տվյալ անձը չի համարվում առևանգման կասկածյալ։ Մահաբեր անտառային հրդեհներից 1 տարի անց, որոնք ավերեցին հարավային Կալիֆոռնիայի մի շարք համայնքներ, նահանգային օրենսդիրը նախաձեռնել է օրինագիծ, որը նպատակ ունի նավթագազային ընկերություններին պարտադրել վճարել կլիմայական աղետների հետևանքով աճող ապահովագրական ծախսերի համար։ Օրինագիծը ներկայացրել է Կալիֆոռնիայի նահանգային սենատոր Սքոթ Վիները։
դեմոկրատ է Սան Ֆրանցիսկոից։ Նրա առաջարկած SB 982 օրենքը, որը կրում է Affordable Insurance Recovery Act անվանումը, թույլ կտա նահանգին դատական հայցեր ներկայացնել խոշոր նավթային ու գազային ընկերությունների դեմ կլիմայի փոփոխության հետ կապված վնասների փոխհատուցման համար։ Օրինագծի շրջանակում Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը իրավասու կլինի դատի տալ այդ ընկերություններին կլիմայական աղետներից բխող ծախսերի համար, այդ թվում ապահովագրական վճարների կտրուկ թանկացման կապակցությամբ։ Դատական գործընթացներից ստացված միջոցները կուղղվեն հատուկ հիմնադրամի, որը կօգնի հրդեհներից եւ այլ աղետներից տուժած բնակիչներին։ Ժամանակն է կլիմայական ճգնաժամի գինը հանել կալիֆոռնիացիների ուսերից եւ դնել այն նավթագազային ընկերությունների վրա, որոնք անխոհեմ կերպով մեզ հասցրել են այս վտանգավոր իրավիճակին, հայտարարել է Վիներա մամուլի ասուլիսում։ Օրինագիծը նախատեսում է աջակցել նաեւ այն մարդկանց, ովքեր տուժել են Իթեն եւ Փալիսեյդս հրդեհներից։ Սակայն օրինագիծը կոշտ քննադատության է արժանացել հենց նավթարդյունաբերական ընկերությունների կողմից, դա որակելով քաղաքական շոու ու պնդում են, որ նախաձեռնությունը ուղղակիորեն կբարձրացնի սպառողական գները։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ հավանել նյութերը։ Հավելեմ, որ բոլոր հաղորդագրությունները կարդում եմ ու շնորհակալ եմ դրական խոսքերի համար։ Անչափ։ Արտարադատության նախարարությունը ու Դաշնային հետաքննությունների բյուրոն այսօր հայտարարել են, որ ձերբակալվել է Բենղազիում 2012 թվականին ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված ահաբեկչական հարձակման հիմնական մասնակիցներից մեկը։ Պաշտոնյաների փոխանցմամբ կասկածյալ Ջուբար Ալբակոշը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ վաղ առավոտյան ու վայրեջք է կատարել Մերիլենդ նահանգում գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում, որտեղ նա հանձնվել է իրավապահներին։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ։ Նախարար Փեմբոնդին հայտնել է, որ Ալբակոշը կդատվի ամերիկյան դատարանում ու կանգնի մեղադրանքների առջև, որոնք ներառում են սպանություն, ահաբեկչություն, հրկիզում եւ ահաբեկչական գործունեությանը նյութական աջակցություն ցուցաբերելու դրվագներ։ FBI ղեկավար Քաչ Պատելի խոսքով այս ձերբակալությունը տարիներ շարունակ իրականացված համատեղ հետաքննության արդյունք է, որում ներգրաված են եղել պետդեպարտամենտը եւ կենտրոնական հետախուզական վարչությունը։ Նշվել է, որ գործողությունն իրականացվել է միջազգային գործընկերների աջակցությամբ, սակայն մանրամասներ չի հրապարակել քննության շարունակականության պատճառով։ Պաշտոնյաները շեշտել են, որ ԱՄՆ իշխանությունները չեն դադարեցնի հետապնդումը եւ շարունակելու են որոնել Բենղազիի հարձակման մյուս մասնակիցներին անկախ անցած ժամանակից։ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ դիվանագիտական առաքելության վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էին ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը, պետդեպարտամենտի աշխատակից Շոն Սմիթը եւ ԿՀՎ-ի երկու պայմանագրային աշխատակիցներ Թայրեն Վուդսը եւ Գլեն Դոհերթին։ Դեպքից միայն 5 տարի անց Վաշինգտոնում սկսվել էր գործով մեղադրվող միակ անձի դատավարությունը, խոսքը 46-ամյա լիբիացի Ահմեդ Աբու Խաթալայի մասին է, որը ըստ քննության ղեկավարել էր ծայրահեղական զինված խմբավորումը, որն իրականացրել է այդ հարձակումը։ Աբու Խաթալան ձերբակալվել է Լիբիայում 2014 թվականին։ 2017-ին ԱՄՆ Դաշնային դատարանում նա արդարացվել էր իրեն ներկայացված 18 մեղադրանքներից 14-ի մասով, այդ թվում սպանության։ Սակայն նա դատապարտվել է 4 մեղադրանքով, որոնք վերաբերում էին ահաբեկչությանը, նյութական աջակցություն ցուցաբերելուն եւ գույքի ոչնչացմանը։ 2018 թվականին նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն 2022-ին վերաքննիչ դատարանը վճռել է, որ պատիժը չափազանց մեղմ է։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Աբու Խաթալան վերադատապարտվել է եւ ստացել 28 տարվա ազատազրկում։ Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանին այսօր հանդես եկել կոշտ հայտարարությամբ քննադատելով այսի գործողությունները եւ դրանք որակելով որպես իշխանության չարաշահում եւ մարդու հիմնարար իրավունքների խախտում։ Ելույթի ընթացքում քաղաքապետ Մամդանին հայտարարել է, որ ամբողջ երկրում գրեթե ամեն օր դիմակավորված դաշնային գործակալները պետական միջոցներով խախտում են սահմանադրությունը եւ ահաբեկում համայնքների բնակիչներին։ Քաղաքապետը նշել է, որ այսը ստեղծվել է միայն 2002 թվականին եւ դրա գործունեությունը չպետք է ընկալվի որպես անխուսափելի կամ ժառանգական երևույթ։ Նրա խոսքով նման համակարգը չի կարող բարեփոխվել, քանի որ խնդիրը հենց համակարգային է։ Մամդանին կատարել է նաև կրոնական հղումներ, ընդգծելով, որ քրիստոնեությունը, սեմիտիզմը, բուդդիզմը, իսլամը միևնույն պատգամն ունեն՝ պաշտպանել օտարին ու չճնշել նրան։ Ելույթի ավարտին Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ ստորագրելու է գործադիր հրամանագիր, որով կուժեղացվի քաղաքի պաշտպանությունը ոչ միայն ներգաղթյալների, այլև բոլոր նյույորքցիների համար։ Ըստ այդ որոշման այսը չի կարող մուտք գործել Նյու Յորք քաղաքի տարածքին պատկանող որևէ օբյեկտ առանց դատարանի թույլատվության։ Սպիտակ տունն այսօր հեռացրել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութ, որը տեղադրված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական էջում։ Տեսանյութում նախկին նախագահ Բարակ Օբաման եւ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ներկայացված էին վիրավորական կերպարներով մոնտաժված կապիկների մարմինների վրա։ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ տեսանյութը հրապարակվել է աշխատակցի սխալի հետևանքով։
Տեսանյութն արդեն հեռացված է նախագահային պատկանող True Social հարթակից, որտեղ այն տեղադրվել էր 3 ուշ երեկոյան։ Տեսանյութը պարունակում էր նաև 2020 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ տեղեկատվություն, կրկնելով այն պնդումները, թե ընտրությունները կեղծվել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Տեսանյութի վերջում կարճ հատվածում Օբամաները ներկայացված էին ռասիստական ենթատեքստ ունեցող պատկերներով ֆոնում հնչող The Land Sleeps Tonight երգի ներքո։ Տեսանյութը լայն արձագանք է ստացել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։ Մի շարք հանրապետական օրենսդիրներ հրապարակավ դատապարտել են այդ տեսանյութը, այն անվանելով ռասիստական, անթույլատրելի եւ վիրավորական։ Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը հայտարարել է, որ նախագահը պետք է հեռացնի տեսանյութը ու ներողություն խնդրի։ Դեմոկրատների առաջնորդները եւս խիստ քննադատել են տեսանյութը, նշելով, որ այն վիրավորում է ոչ միայն Օբամաներին, այլև ամերիկյան հասարակության հիմնարար արժեքները։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կոչ է արել բոլոր հանրապետականներին հրապարակավ դատապարտել այդ քայլը։ Օբամաների կողմից որևէ արձագանք դեռ չի եղել։ Նրանց ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին մեկնաբանություններ չեն արվելու։ Նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը երկարաձգելու New START միջուկային զենքերի վերահսկման պայմանագիրը։ 2010 թվականին ստորագրված պայմանագիրը սահմանափակում էր տեղակայված ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, յուրաքանչյուր կողմի համար սահմանելով առավելագույնը 1550։ Այն ուներ միայն մեկ անգամ երկարաձգման հնարավորություն, որը տեղի է ունեցել 2021 թվականին 5 տարով ու երկարացվել էր Պուտինի եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի համաձայնությամբ։ Պայմանագրի ժամկետը ավարտվել է 3։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը լրագրողներին ընթերցել է նախագահ Թրամփի հայտարարությունը, որում նշվում է, թե New START-ը վատձևով բանակցված համաձայնագիր է, որը նրա խոսքով կոպտորեն խախտվում է։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգների միջուկային փորձագետներն աշխատեն նոր, արդիականացված եւ երկարաժամկետ պայմանագրի վրա, որը հետագայում կքննարկվի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե Միացյալ Նահանգները կառուցողական արձագանքի Պուտինի առաջարկին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Դյուժարիկը կոչ է արել երկու կողմերին շարունակել բանակցությունները, ընդգծելով, որ միջուկային զենքերի վերահսկման իրավական շրջանակի բացակայությունը վտանգավոր է միջազգային անվտանգության համար։ Թրամփը նախկինում էլ հայտարարել է, որ ցանկանում է New START-ը փոխարինել ավելի լայն համաձայնագրով, որում կներգրավի նաև Չինաստանը։ Սակայն Պեկինը հրաժարվել է մասնակցել նման բանակցություններին, նշելով, որ իր միջուկային պաշարները զգալիորեն փոքր են։ Ըստ գնահատականների Չինաստանն ունի մոտ 600 մարտագլխիկ, մինչդեռ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը շուրջ 4000-ական։ Թողարկման այս հատվածում էլ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ ինչու՞ չէ գովազդել։ Հաշվեց օրեր են մնացել Վալենտայնին, Cosmopolis ռեստորանը գեղեցիկ շոու ծրագիր է մշակել այդ երեկոյի համար։ Ընդհանրապես Valentine Day-ը հիշեցում է, որ մարդկային կապը նյութականից վեր է։ Նվերը երկրորդական է, իսկ ուշադրությունն ու ներկայությունը հիմնականը։ Տոնը միայն ռոմանտիկ հույզերի մասին չէ, այն հիշեցնում է, որ սերը նաև հոգատարություն է, պատասխանատվություն, ուշադրություն եւ ընտրություն, ամեն օր լինելու միմյանց կողքին։ Ձեր տեղն ամրագրելու համար նախապես պետք զանգահարել։ Մեր եւ Ինտեր Յունայթեդի համագործակցությունը շատ եմ գնահատում, որովհետեւ կարևոր գործի ենք միտված։ Մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան համալրված փորձառու մարզիչներով ընդունելության է հրավիրում 4-ից 10 տարեկան երեխաների։ Հարգելի ծնողներ, մի անտեսեք այս հայտարարությունը, որովհետեւ ֆուտբոլը ուղղակի ֆիզիկական սպորտ չէ։ Այն միավորում է մտածողություն, հույզերի կառավարում, թիմային հոգեբանություն ու բարձր ֆիզիկական պատրաստվածություն։ Top Choice Christian Center։ Մեկ անգամ չէ, որ ներկայացրել եմ մեր գործընկերոջը, բայց կարևոր է իմանալ։ Առաջինը, վթար է եղել, հոգ չէ, մեքենան կարող են տեղափոխել կենտրոն։ Երկրորդ, անվճար կգնահատեն, երրորդ, սեղմ ժամկետներով իդեալական կվերանորոգեն եւ ամենակարևորը, ձեզ առանց ավտոմեքենայի չեն թողնի։ Զանգերին էլ պատասխանում են շուրջօրյա։ Monarch Landry-ի առաջարկները բազմազան են ու այսօր կխոսեմ բիզնես առաջարկի մասին։ Ունեք բիզնես, որտեղ պետք է վարակույրները, սփռոցները կամ այլ ծածկոցները լվացվեն, ապա դիմեք մեր գործընկերոջը, որ ունի հատուկ փաթեթներ հենց բիզնեսների համար։ Անգամ կարող եք այս հավելվածից օգտվել, ներբեռնելով QR կոդով եւ շնորհակալություն հայտնենք մեր վաղեմի նաև հավատարիմ գործընկերներին Կոզանյան Meat and Liquor, Կոզանյան's Family մարքետներին ու իհարկե Gary's Mom's Bakery-ին։ Շարունակենք։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է դաշնային քաղաքացիական ծառայության համակարգի լայնածավալ փոփոխությունների մասին, որոնց արդյունքում մինչև 50,000 կարիերային դաշնային աշխատակիցներ կարող են զրկվել աշխատանքային պաշտպանվածությունից։ Փոփոխությունները հրապարակվել են
Միացյալ Նահանգների Office of Personnel Management-ի OPM-ի կողմից ու նախատեսում է նախագահին տալ ավելի մեծ լիազորություններ պետական համակարգում աշխատակիցների ընդունման ու ազատման հարցում։ Այս քայլը համապատասխանում է Թրամփի նախընտրական խոստումներից մեկին։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ փոփոխությունները դրական են, ընդգծելով, որ եթե դաշնային աշխատակիցները չեն կատարում իրենց պարտականությունները կամ չեն աշխատում արդյունավետ, ապա նրանք պետք է չշարունակեն աշխատել այդ պաշտոններում։ Նոր քաղաքականությունը համարվում է դաշնային քաղաքացիական ծառայության կանոնների ամենամեծ փոփոխությունը վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում։ Այն ուղղված է այն աշխատակիցների դեմ, որոնց վարչակազմը համարում է նախագահի քաղաքական առաջնահերթություններին խոչընդոտող։ Դաշնային աշխատողների միություններն ու նրանց դաշնակիցները դեռևս հունվարին դատական հայց էին ներկայացրել, փորձելով կասեցնել այս քաղաքականության իրականացումը։ Դաշնային դատավորները ժամանակավորապես դադարեցրել էին գործի ընթացքը մինչև վարչակազմի կողմից փոփոխությունների վերջնական ձևակերպումը, եւ հայցի հեղինակ կազմակերպություններից մեկը հայտնել է, որ առաջիկա օրերին դատական գործընթացը կվերսկսվի։ Նախագահի թեմայով էլ շարունակենք ու ավարտենք։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ներկայացրել է նոր առցանց հարթակ TrumpRx.gov-ը, որի նպատակն է նվազեցնել ամերիկացիների կողմից դեղատոմսով դեղերի համար վճարվող գները։ Նախագահի խոսքով նախաձեռնությունը կարող է զգալի ֆինանսական թեթևացում ապահովել քաղաքացիների համար։ Սա շատ մեծ քայլ է, մարդիկ մեծ գումարներ են խնայելու եւ ավելի առողջ լինեն, հայտարարել է Թրամփը կայքի ներկայացման ընթացքում։ Կայքի գործարկումը տեղի ունեցել առողջապահական ոլորտում լայնածավալ նախաձեռնության շրջանակում, որը վարչակազմը ներկայացնում է որպես պատմական նշանակության բարեփոխում։ Ըստ պաշտոնական տվյալների, 16 խոշոր միջազգային դեղարտադրող ընկերություններ համաձայնել են միանալ այսպես կոչված առավել նպաստավոր երկրի պայմանագրերին, որոնց դիմաց ստանալու են մաքսատուրքերի արտոնություններ։ Փոխարենը մի շարք դեղագործական հսկաներ, այդ թվում Էլի Լիլին եւ դանիական Նովո Նորդիսկը էապես նվազեցնում են իրենց ամենապահանջված դեղերի գները։ Մասնավորապես քաշի նվազեցման համար օգտագործվող շատերի համար հայտնի Օզեմպիկ դեղամիջոցի գինը նվազեցվում է ավելի քան $1000-ից մինչև $199, իսկ Վիգովինը ավելի քան $1300-ից մինչև նույն մակարդակը։ Ծրագրին միացել են նաև Pfizer, AstraZeneca, Merck եւ GSK ընկերությունները, առաջարկելով գների նվազեցում շաքարախտի, սրտային հիվանդությունների, անպտղության եւ հեպատիտ C-ի բուժման դեղերի համար։ Նշվում է, որ այդ գների նվազեցումները կկիրառվեն նաև Medicaid ծրագրի շրջանակում։ TrumpRx.gov կայքը գործում է GoodRx հարթակի տեխնիկական լուծումների հիման վրա եւ օգտատերերին ուղղորդում է, թե որտեղ եւ ինչպես կարող են ձեռք բերել զեղչված դեղերը։ Սակայն առողջապահական ոլորտի որոշ փորձագետներ նշում են, որ հարցեր դեռևս մնում են, կապված այն բանի հետ, թե իրականում որքան կխնայեն քաղաքացիները։ Քանի որ ծրագիրը հիմնականում նախատեսված է ապահովագրություն չունեցող անձանց համար, դեղերի գնումները հաճախ չեն հաշվառվի ապահովագրական նվազագույն վճարների deductible-ի մեջ։ Բացի այդ, նույնիսկ զեղչված գները կարող են մնալ անհասանելի որոշ սպառողների համար։ Միևնույն ժամանակ նաև փորձագետները նշում են, որ դեղարտադրողները կարող են շահել այս ծրագրից, եթե այն խթանի դեղերի անմիջական վաճառքը սպառողներին։ Եվ այսօրվա համար էլ այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար։ Առողջ եղեք։